Սիրով կպատասխանեմ բոլոր ձեր հարցերին, անգամ սաբոտաժային։ Դու կարող ես չսովորել, բայց դառնալ հարուստ մարդ։ Շատ կարևոր տեղ հասանք։ Դու կարող ես չկարդալ ու դառնալ падգամավոր, դառնալ նախարար, Գիտնական։ դառնալ գիտնական։ Այսօր մենք ժառանգել ենք այդ սերունդը, որը չի սովորել, չի կարդացել, կարևորություն չի տվել կրթության ու դաստիարակությանը, հիմա ունենք իրենց երեխաները։ Ինչ է անում պետությունը, մշակույթի, կրթության նախարարությունը այս առումով։ Ունեք արդյոք ռազմավարություն։ Ոչ մի կառավարություն այսքան շատ կրթության մասին չի խոսել։ Չեք գտնի որևիցե Խոսել եւ գործել։ Խոսել եւ գործել։ Իսկ գուցե գործել են, չեն խոսել։ Քանի որ ինձ բերեցիք այս սաբոտաժին։ Որ երրորդ սաբոտաժը։ Այստեղ ձեր ոլորտը պետք է ձեզ շնորհակալություն հայտնի, որովհետեւ սա մի լոբինգի մի մեծ հատված էր եւ սաբոտաժի եկանք այստեղ։ 7-րդ, 8-րդ դասարանցիները շատ վատ ընթերցանության տվյալներ ունեն։ Իրենք պարզապես չեն կարողանում վարժ ընթերցել տեքստերը։ Մենք ունենք նաև կարդալ եւ հասկանալու խնդիր։ Կարող ես կարդալ, բայց չհասկանալ տեքստը։ Դուք ձեր գեղեցիկ գրատունը առաջին հերթին ինչը տեսանք դա միջավայրն էր։ Այդ միջավայրում դու ուզում ես մնալ։ Երեխաները գրքերը վերցնում էին եւ այդ շարքերի արանքում միտեղ շունն էր պարկած, միտեղ երեխան գրքով։ Մեր երկրի քաղաքականության հիմնական ուղղությունը, կորիզը բոլոր քաղաքական, բոլոր ռազմավարությունների մեջ կտեսնեք դա մարդկային կապիտալի զարգացումն։ Ես կարծում եմ, որ ընթերցանությունը, գիրքը, գիտությունը մեկը բոլոր ոլորտները արվեստների, գիտության եւ այլն, մեկը մենք երկու նախադասությունից հետո գալու ենք մանկական գրականություն։